Մենք շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում, այս պահին տաղավարում ինձ հետ գտնվում է մեր խմբագիր Նելի Ավետիսյանը, նա որոշեց այսօր անձամբ Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ինչու ի վերջո հրահանգ տրվեց փորձանել փակել Արմաթ մեդիան։ Նելի, բարի օր, դու այսօր այն տարածքում էիր, որտեղ Նիկոլ Փաշինյանը քվեարկություն էր իրականացնում եւ քվեարկությունից դուրս եկած Նիկոլ Փաշինյանին հարց ուղեցիր, թե ինչու որոշեց փակել Արմաթ մեդիան։ Երբ մեր մեր խմբագրությունում խուզարկություններ էին իրականացնում քննչական կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողները, նրանք մեզ պարբերաբար ասում էին, թե ինչ նպատակ է հետապնդում մեր մեդիայում իրենց գտնվելը։ Տրված պատասխանները քեզ չէին բավարարել, որ որոշել էիր այսօր անձամբ Փաշինյանին հարցնել։ Բարի օր, Աղավնի, այո, ես այսօր ներկա գտնվեցի այն վայրում, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ընտրության։ Բավականին շատ ԶԼՄ-ներ կային այնտեղ եւ ես ուզեցի նաեւ իմ խոսքը բարձրացնել հենց այն վայրում, որտեղ կար միջազգային աշխարհից, ամբողջ աշխարհից եկած լրատվամիջոցներ եւ ես նաեւ այնտեղ հարցազրույցներ տվեցի մի շարք լրատվամիջոցների։ Ես հարցրեցի Նիկոլ Փաշինյանին, անձամբ եք ուղղորդել այն քննիչին, որը եկել էր եւ խուզարկությամբ ի վերջո կապարակնքեց եւ հեռացավ մեր խմբագրությունից, անձամբ է ինքը որոշում կայացրել, անձամբ է ուղղորդել այդ քննիչին, որովհետև ցանցում տարածված էին նրանց ջերմ լուսանկարները, ցանցում կար, որ պարգևատրել է քննիչին, ու ինձ համար շատ մտահոգիչ էր եւ շատ կասկածելի, որ կարող է եւ քննիչը ուղղորդված լիներ եւ կոնկրետ քաղաքական հաշվեհարդարեր մեր լրատվամիջոցից Նիկոլ Փաշինյանը ստանում, այդպիսով նա փորձեց չպատասխանել ինձ, ասաց թե չի ինձ իբրև թե տխուր նորություն ասաց, որ չգիտի էլ թե ինչ է Արմաթ մեդիան, ինչ լրատվամիջոց է այն, բայց ես կարող եմ ասել եւ չնայած նաեւ իրեն էլ ասացի, Նազելի Բաղդասարյանը հուշում էր իրեն, թե որն է Արմաթ մեդիան, երբ ճեպազրույցների ընթացքում նա քաղաքական ելույթներ էր ունենում, երբ մեր լրագրողներից Ամալիա Առաքելյանը նրան հարց էր տալիս, նա ասում է, գիտեմ ինչ լրատվամիջոց է, իսկ այսօր նա հերթական անգամ մանիպուլյացրեց իր խոսքը, հերթական անգամ սուտ խոսեց, ասելով թե նա չգիտի, չի տիրապետում, որ ինչ լրատվամիջոց եմ ես ներկայացնում։ Ինձ համար ցավալի է, որ մեր երկրում այսօր փորձում են փակել մի ԶԼՄ, որը կարճ ժամանակում դարձավ ազատ խոսքի բաստիոն։ Ինձ համար ցավալի է, որ մենք այսօր շատ քիչ մեր հնարավորությունների շատ քիչ չափով են կարողանում մատուցել ընտրական պրոցեսների վերաբերյալ լրահոս։ Մեկ անգամ եւս փաստ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ մենք փորձում ենք ամեն կերպ լրահոսից հետ չմնալ, բայց այսօր մեր գրասենյակի դռները կապարակնքված են, մեր տեխնիկան ամբողջը տարված է խոզարկության, մենք չունենք անձնական հեռախոսներ, դրանք բոլորը աշխատակազմում, բոլորը տարել են խոզարկության աշխատակազմի հեռախոսները եւ մենք չենք էլ կանչվել հարցաքննության։ Նելի, այո, Արմաթ մեդիայի խմբագրակազմից տիտանական աշխատանք է պահանջվում ընտրությունների օրը լրահոսից ետ չմնալ եւ եղած սահմանափակ միջոցներով ապահովել լրահոս, բայց այնուամենայնիվ մենք դա անում ենք։ Դուք էլ լավ գիտեք, Աղավնի ջան, թե մենք ինչքան պատրաստվել էինք այսօրվան, մենք ինչքան մատերիալներ ունեինք, որ պետք է հրապարակեինք, բայց ցավոք այսօր մենք անում ենք այնքանով, որքանով կարողանում ենք։ Այո, հարգելի հետևորդներ, Արմաթ մեդիան այսօր վաղ առավոտից աշխատում է ուղիղ եթերում, ես պարբերաբար ուղիղ եթերում ձեզ ներկայացնում եմ որոշակի ժամանակահատվածը մեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Հայաստանում գործունեություն ծավալող դիտորդական առաքելությունների արձանագրումները, այս պահի դրությամբ ուզում եմ ասել, որ
Ընտրություններին մասնակցել է մոտ 850,000 մարդ, այս թիվը բավականին բարձր է, համեմատած 2021 թվականի արտահերթ ընտրությունների 33% մասնակցություն ունենք ժամը 2-ի դրությամբ, զուգահեռաբար բարձր մասնակցությանը զուգահեռաբար շատ են ընտրախախտումները, Հայաստանում հավատարմագրված տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունները պարբերաբար իրենց սոցցանցի էջերում հրապարակում են խախտումների վերաբերյալ արձանագրումներ, մենք տեսնում ենք, թե ինչպես են ԿՊԱ-ականները ընտրությունների գնում, խախտելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նորմա, ընտրությունների են գնում Նիկոլ Փաշինյանի կրծքին փակցված քարտեզի պատկերով, քարտեզի պատկերը կրող գլխարկով, ինչը ընտրախախտում է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ԿՊԱ-ական թեկնածուները, օրինակ Սերգեյ Բագրատյանը, ուղղորդում ընտրությունների մասնակցող քաղաքացիներին հենց ընտրատեղամասի դիմաց, հրազդանում Արմատ մեդիայի լրագրող Ամալիա Առաքելյանը ֆիքսել էր ընտրատեղամասի անմիջապես հարևանությամբ, ԿՊԱ-ականները մեքենայով հսկում եւ ուղղորդում են ընտրողներին, այսպիսին է իրավիճակը այս պահի դրությամբ, ընտրախախտումները շատ են, զուգահեռաբար բարձր է նաև մասնակցության ցուցանիշը։ Արմատ մեդիան մի կարևոր հանգամանքի վրա եւս ուզում է հրավիրել ձեր ուշադրությունը, հարգելի հետևորդներ, այս անգամ բավականին տարբեր են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության հրապարակած ընտրացուցակների տվյալները։ Եվ այսպես, Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընտրացուցակներում ընտրողների հետևյալ թիվը 2,485,851 ընտրող, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլորովին այլ թիվ 2,503,976 ընտրող։ Արմատ մեդիայի տեղեկություններով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակում ներառված չեն քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքացիներն ու զինվորները եւ թվերի այս տարբերությունը պայմանավորված է այդ հանգամանքով եւս մեկ անգամ հիշեցնեմ 847,226 ընտրողների 33%-ը 14:00-ի դրությամբ արդեն իսկ կատարել է ընտրություն։ Այս պահին այսքանը, հետևեք Արմատ մեդիայի ուղիղ եթերներին, կհանդիպենք ավելի ուշ, ավելի թարմ լրահոսով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։